Բարի առավոտ հարգելիներս, բարի գալուս նոր վլոգ, առավոտ շուտ է եւ վլոգը համարում ենք սկսված, ինչ ենք անում, առավոտ շուտ երեխաներին ճանապարհել եմ մանկապարտեզ դպրոց, Գյորգեին աշխատանքի, դրսի բոլոր գործերը վերջացրել եմ, հիմա ինչ ենք անում, պատրաստվում ենք սուրճ խմել, այնպես որ միացեք մեզ, մեր վլոգը համարում ենք սկսված, սուրճը ըմբում ենք ու անցնում գործի, տեսնենք այսօր ինչ ենք պատրաստելու, ուր ենք գնալու, ինչպես է անցնելու մեր օրը։ Ինչպես միշտ, առավոտ շուտ սկսում եմ ձեր հետ, որպեսզի ընթացքը ամբողջը նկարահանեմ։ Եթե առավոտները չեմ նկարահանում աղջիկներս, էլ վլոգ չի լինում։ Այսպես ձգձգվում են վլոգները։ Դրա համար առավոտ շուտ եմ նկարահանում։ Սիրուններս բոլորիս հիանալի օր եմ մաղթում։ Աղջիկներս պատրաստում եմ հավի մսով այսպես սոուս, կարելի ասել, կարտոֆիլը Սուսան տատիկից գեղեցկել եմ։ Անուշեղնի, բարեախորժակ ձեզ։ Այս անգամ ասեց շատ մեծ չկտրես կարտոֆիլը։ Փոքր, ես էլ փոքր եմ կտրում։ Սուսան տատիկ ասեց, ինձ մի կտրի, որ շուտ երբ միս արդեն երկված է, նախապես միս էփում ենք, փրփուրը հավաքում ենք և անցնում ենք գործի։ Ես ճաշ ունեմ փակած սմբուկով, հենց այդ ձևեր կերպեմ ճաշը, նու սոուզը, կարելի ասել ամառային ճաշը, ոչ մի բան պակաս չի, պղպեղը, լոլիկը, սմբուկը, ամեն ինչ տեղն է, այստեղ սոխը արդեն կեղևած էր կացը աղջիկեք ջան, բայց այդ ճաշի մեջ սոխ է կա, ինչ անեմ, որ սպասեք, տեսնեմ եթե սոխը քիչ է, լուսնաձևը կտրեմ, կդնեմ։ Ալես? Պապան իրոքտոր է։ Պապան գործի է։ Մամա։ Հաճա։ Պապա իրոքտոր է։ Ինչ ենք անում, պապ։ Պապա իրոքտոր է։ Պապան գործի է, Էդին աջան, այս այրիկունը կգարդում։ 12 часов? Нет. 10 часов? Вот тогда и бегали, папа. Газы закаравот. Вот тогда и бегали. Հավի բուլյոնը չեմ ավելացնի։ Ես ծնեց եմ սիրում հավի բուլյոնը, որ միսը մաքուր եփում ես, առանց տոմատի, առանց որևէ պղպեղի և այլն, ու ես հյութը խմում ես։ Առավոտ շուտ պատրաստվում ենք, գնում ենք Աննայանց տուն, Մարիան հիվանդ է, այսօր մանկապարտեզ չի գնացել, գնանք համ տեսնենք ինչ ա եղել, համ Աննայի հետ սուրճ կխմենք, ճիշտ է դրսում մռայլ եղանակ է, տեսակ սառն է, ես առավոտ շուտ եմ արթնացել տեն ժամը
Արդեն 7-ներ երեխեքին ճանապարհեցի մանկապարտեզ, դպրոց, Գյորգին աշխատանքի։ Դրսի գործը ես վերջացրեցի, մեր գոջիներին կերակրեցի, խոզերին, եկա տուն, տան գործեր, մի խոսքով ամեն ինչ վերջացված է, հիմա պատրաստվում ենք, որպեսզի գնանք աննանց տուն, այն ժամանակ, ինչ եմ ուզում ասեմ, եղանակը լավ տաք էր, իսկ հիմա փոխվեց, բայց դա մի բան որոշեցի չգնամ շատ սառնել, ինան չի վանդանա, հետո ասի տակ կհագցնեմ, ոչ մի բան է չի լինի։ Հիմա տեսեք ձեզ ինչ տեսարան եմ ցույց տալիս։ Եվ որ կհալվեք։ Եկար։ Մոխցիկ, իմ սիրուն։ Հələ նայեք, ջուլբազն ու սևոն են։ Ահա, իսկական սեր է, հələ տեսեք։ Հենա, սևոյի հետ քնած է, հանգստանում են։ Երեխեք հիմա կասեք Աննա ջան, էդ ինչ սկսեցիր մազերիդ։ Էվնից եմ պատվիրել, արդեն քանի տարի է օգտագործում եմ։ Այսպես, իրան շատ քիչ եմ օգտագործում, իդեպ։ Յուղա, մեկ կաթիլ կսում եք մազերը ֆենելուց, չորացնելուց հետո կամ լվանալուց հետո, որպեսզի այսպես ապահով պահի, հա։ Անուշ բուրում են։ Ահա։ Տուր, էդի խաղալիք չի։ Այսօր ես շորի կսեմ հագել սև կաբատի հետ։ Այնտեղ ուշադրություն չդարձնեք, երեխեքի խաղալիքներն է։ Չմտածեք թափթփված է։ Իրանք հանում, խաղում են ու նորից լցնում են տեղը։ Ինձ թվաց ես թմլիկացել եմ, բայց հիմա համոզվում եմ, որ չէ, Աննա ջան, չես թմլիկացել, իզուր մի նեղ սրտի եւ իզուր քեզ մի կոտորի, արդեն սկսել էի ինձ զրկել գրեթե հացից եւ այլն, մտածելով, որ թմլիկացել եմ, բայց այս հագուստի մեջ շատ լավ եմ, այդքան էլ թմլիկ չեմ, 2 կիլո եմ քաշ հավաքել, հիմա կամ այդ 2 կիլոն կգցեմ, կամ էլ կփորձեմ էլ վերև չբարձրանամ, հենց այս ձևել մնամ, որովհետև 30-ն անց արդեն որ քաշ ես հավաքում, շատ դժվար է քաշ գցելը։ Հիմա ֆիզիկական աշխատանքներն է կսկսվեն ու արդեն նորից կնիհարենք։ Արդեն պատրաստ ենք, դուրս են գալիս։ Հաջա։ Հա, Էլինան չի գալի, Էլինան գալիս է։ Որացա գումար վերցնեմ։ Հիմնականում տանից դուրս եմ գալի, հետո հիշում եմ, թե ինչ պետք է ես անեմ, ինչ պետք է վերցնեմ։ Չէ, դրամապանակս էի մոռացել։ Ալվարսմա կարապի ու բանի սորտ կա։ Հա։ Իրար հետ բանեղած։ Երևի իրանք են այս կարմիրները։ Նայ, ինչ նման են։ Հա, բադա։ Հələ քթին նայեք։ Մենք ունեցել ենք։ Էդի բորտն է, Աննա։ Նայ, ինչ տարբեր են։ Հա։ Տարբեր չեն, ուղղակի նորան ուրիշ չխոշորով դա, սրանք նույն ձերն են, սրանք աղջիկ են։ Շատ հետաքրքիր է։ Ցուրտ է։ Չէ։ Ժամարտակ նստել է։ Մեր հարևանուհին արդեն ծաղկանոցն է մաքրում։ Ես լա է սաբակը։ Հա։ Ենա կրմրավ շունը։ Տարբասի ծենյամ։ Անենց մեծ շունը, Էրիկին որ ասել էին պետքա նկար բերեք ոնց եք կենթանիներին կերակրում, եկանք միսը ձեռներս, այսինչ դուս եկավ այդ շունը, Էրիկը պտի միս տար, որ ես նկարեի, շակարս բրծրացար, մինչև նկարեցի, կցեցի դասատուին, շանը ոնց ես կերակրում, կատվի ոնց ես կերակրում, այդ ձև, աղջիկեք ջան, դուրս ենք եկել, դուրս կատու ենք ման գալի, որ կատվին կերակրի։
Արդեն մեր հարևանները դուրս են գալի դուրս։ Ասում եք մարդ չի երևում դրսում։ Այնքան մարդ կա այստեղ ժողովուրդ ջան։ Այս ամբողջ տները սա բնակ է։ Մի հատ տուն չկա, որ դատարկ լինի։ Ուղղակի արդեն դուրս են եկել։ Ուղղակի ամեն մարդ իր գործը գյուղի մարդ անհնար է բարապ ժամանակ ունենա դրսում ման գա։ Նստած ասում են եթե այդքան ման ես գալի մի հատ դրսում մարդ չկա։ Ամեն մարդ իր տանն է։ Հանգիստ գյուղ է բան։ Ոչ մեկը ես ոչ չի կառնում։ Ահա։ Դες կոսկորակա չի լինում։ Մի ամառարի մեր հայատի ծառի տակը Ջահել երեխեքը։ այլություններ։ Աստեղ էլ ցենտրում են էլի տենց։ Ուղղակի մենք ցենտրում չենք լինում։ Խանութի մոտ պիցերոշկայի մոտ այնքան լիքն են իրիկ ուները գնա, հատկապես գնչուին, գնչի ոնց են ասում, ցիգան են ասում, ինչ են ասում այդ ցեղերը։ Ցեղի ժողովուրդը, ասածը սխալ չհասկանաք։ Այդտեղ լիքն են, հատկապես իրանք ինչ-որ հատուկ տոներ ունեն, այդ ժամանակ խանութի մոտ ուտում խմում մի խոսքով։ Այն անգամ ես ու Գյորգին գնացինք, խմած էին խանութի մեջ, առևտուր էին անում։ Ասի Գյորգի ջան, հա, արի շուշուտ այն մեկի ոսկեղեն այնքան ծանր էր, թելով կապել էր գլխից, այս ականջից այն ականջը, որ ոսկին չկա, բան չպոկի, ականջը, հա, այդպես, այն ծանր էր, Գյորգին ասում է, ականջին է, իրանք սիրում են ոսկեղեն, ատենց, Անդարի թզուկների նման ոսկի են սիրում։ Ասեցիք գնացինք Գյորգի ջան, մի կե խմած մեզ չկպնեն, մարդ ես էլ ինչ գիտես, ով ինչ ձև է, խմած ժամանակ, շուտ վերցրինք ու դուրս եկանք, տորթի համար էի գնացը շոկոլադ գնելու։ Մի քանի Աղջիկներս արագ տուն եմ գնում, այս այրիկս ատուն գալու, Սուսան տատիկը մնաց, ասեցի ես շուտ գնամ, երեխես չկա դրանը մնա, տեսնի դռները փակա, ես էլ իր ձեռք հեռախոս չեմ տալիս, որպեսզի սանգեմ ասեմ, Էրիկ ջան, ես սուրեմուր չեմ, փորձում եմ հեռախոսից հեռու պահել, մենակ դասերի ժամանակը հեռախոս վերցնում, որովհետև հեռախոսում այնքան շատ է տեղեկությունները, որ եթե խորանում է հեռախոսի մեջ, մոռանում է դասեր եւ այլն։ Իսկ ես չեմ թողնում, որ երկար հեռախոսում մնա, դրա համար ձեռքը հեռախոս չեմ տալիս, ինքն ունի հեռախոս, իր անձնական կարելի ասել, բայց դասերը երբ կվերջացնի, այդ ժամանակ ինքը կստանա իր հեռախոսը։ Դրա համար հիմա հեռախոս չեմ տալի ձեռքը, որպեսզի ամբողջովին կենտրոնանա դասերի վրա։ Օրվա ընթացքում լինում է տենց 5-10 րոպե հեռախոս է վերցնում, բայց ոչ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ձեռքը չի լինում։ Հասկանում եմ, որ իրան պետքա զանգեմ, բայց հետո որ մտածում եմ պետքա հեռախոսում ամբողջ օր անցնի, դրա համար չեմ տալիս։ Որքան էլ երեխեքին փորձում ենք հեռու պահել այս աշխարհի տիրող իրավիճակներից, մեկը այնքան շատ այդ հեռախոսում տեղեկատվությունները, որ խորանում են։ Այս
այսօր էլ Instagram-ում տեսա նյութ էին տեղադրել, թե ինչպես են մուտիկների միջոցով երեխեքի ուղեղները այսպես պղտորում, հա, արդեն հասել են, չգիտեմ ինչեր են նկարահանում տեղադրում, երեխեքներ նայում են, փոքրուց արդեն սովորում են այդ կեղտոտությունները։ Այդ էլ տեսնելով ես համոզվում եմ, որ ես ճիշտ եմ անում, որ իրենց ձեռքը հեռախոս չեմ տալիս։ Եվ ինչ էլ որ ինչ մուտիկ նայում են, ես իրանց հետ եմ նայում։ Տեսնեմ թե ինչ-որ սխալ կար, չթողնեմ նայեն։ Ինչքան հնարավոր է հեռու պահենք երեխեքին այդ կեղտոտություններից, հա, բալես, որպեսզի երեխեքի ուղեղը մաքուր այսպես մեծանան։ Այ, չգիտեմ երեխեք ջան, ինչ ասես, որ այս աշխարհի վրա չի կատարվում։ Կեղտոտությունն է տիրել աշխարհին։ Հեսա բալես, երիկը պետքա գա, պետքա Արսենին գնամ վերցնեմ կամ Էլինա ջան, որ մնային քարսիկան ստանա, ապերը պետք է գար դրսում մնար, բալես։ Հեսա կես ժամից ստանը կլինի։ Մարիայի ականջն էր ցավում, մի կերպ տեղ կաթացրեցի, չէր թողում, 2-3 րոպե կողք պարկել եմ։ Չէ, ես ասացի երեխես արդեն դրան մոտ է։ Այդ ոնց ասեց սկրիգան։ Արի տուն։ Տուն անցի։ Արի, ես այրիկը կգա, կգնանք հարսիկի տուն, արի։ Աղջիկներս, քանի դեռ երիկը չի եկել, դեռ Էլինայի քնի ժամը չի, գնում ենք ծաղկանոց, մի 2 գործ ունեմ այնտեղ անելու, պետքա փայլացնեմ։ Ես սիրում եմ, որ այն կողմից գալիս ես կամ այս կողմից գնում ես, ես փայլում է։ Գնամ փայլացնեմ։ Հա ջան։ Գնանք դուրս։ Հա, գնացինք։ Գնանք ձեռնոցները վերցնենք ու գնանք դուրս։ Հələ ձեզ ցույց եմ տվել երիկս ինձ համար ինչ նվեր ա բերել։ Հələ սպասեք, մարտի 8-ի կապակցությամբ։ Հələ դուք տեսեք իմ տղայի ձեռքի աշխատանքը։ Նուրբ, սիրուն, հələ տեսեք։ Ամենաթանկ նվերը, որ ես կարող եի ստանալ իմ երեխայի կողմից։ Ես իսկապես շատ եմ սիրում, շատ եմ գնահատում իր ձեռքի ամեն մի աշխատանքը, որ մի փոքր ձու էլ է պատրաստում, ես աշխարհում մեկ եմ լինում, որովհետև ես զգում եմ, որ ինքը այդ ամեն ինչը սիրով անում։ Ջան։ Արի կյանքս, արի։ Սալացած, ես չեմ ուզում։ Չէ, դեռ տղես չի երևում։ Մինչև գա ես բավականին գործ կհասցնեմ անեմ ծաղկանոցում։ Արդեն ծաղիկները դուրս են եկել։ Արի։ Պետք է այս չորացրած վարդերը հեռացնեմ, ճիշտ է ուշացումով, բայց որ ասում են ավելի լավ է ուշ, քան երբեք։ Բայց լավն են, դժվար է հեռացնեմ։ Ինչ անենք, որ։ Ինչ ա եղել։ Ծաղկել ասմա ծաղիկը։ Նեմ։ Հա, կակաշները արդեն ծաղկում է, ստեղ լավ ծուղտ է։ Ես է կարճաթև դուրս եկա։ Արմատաղում են պետք անենք աղջիկներ ճան։ Ծիպ, 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 ծիպ։ Ծիպը, ծիպը, ծիպը։ Բա ինչա։ Ես դուրս եկա քամին բարձրացավ։ Ասա քամի անցի դու, մամաս գործ է անում։ Արի դու, մամաս գործ է անում։ Մամա դու։
լավ ա մաքրվում։ Հա, Էլինա ջան։ Նոր գալիս ենք բաբուշկեն ծաղկանոցում նստած աթոռով ծաղկանոցներ փայլացնում։ Տարիքով կին էր։ Կլներ 70-անց։ Մեր տատիկը չի երևում ուր է։ Մեր տատիկը անունը կարծեմ Լյուբա է, եթե չեմ սխալվում։ Հա։ Իմ շտատիվս միջև գա, ես որտեղ թուփ եմ տենում, ինձ համար սարքում եմ շտատիվ։ Մամա, Սենց լավ է։ Վարդը 4 հատվածներն ենք հեռացնում։ Չորա ինքը։ Մաշվա։ Գյորգի ես գործիքն եկալի չգիտեմ։ Էդի Գյորգի աշկից հեռու։ Որ տեսել ա, չէ։ Դա։ Ծաղիկ կսարքի։ նաբինի, ճիվախենա։ Հաջան, բռնեմ չվախենամ։ Պիրեջի վախենա։ Հլասա, սիրում եմ քեզ։ Ուտ է։ Ահա, Հարայիշու։ Ահա։ Մայդիտ է։ ահա, Անուտու։ ահա, Իվուտ է։ ահա, Պատանուդիու։ Տատուդիու։ Հադասանու։ ապրես, Ճեպազոլոսի։ ապրես, լայն մեկն էլ ասա, վմարդի, Նաշե։ ահա, Իվեիզա։ ահա, начинается, Վիսա։ ահա, Մամիջե։ ահա, Ոժոյի մատա։ молодец, Ադիջորը սեպայա։ ապրի մողջիկը, Վախսանոզի։ молодец, լայն մեկն է ասա, Մա։ ծուղրուղու, Այշի։ ահա, Աճիուն է։ ահա, Տանիջինատը։ բանջարի, ահա, Կաշաշետա։ ահա, Կոտա։ молодец, Կոտիդադի։ ահա, Սիտա։ ահա, Կոտիդադայա։ ծիտը թռավ, գերանի, Պիանի։ անուշ խոտը, Կոտը։ Պիանի։ ապրես, Կոտը։ Պիանի։ ապրի մողջիկը, լասա, նապաստակ, նապաստակ, Էնե դայա վայդա։ ահա, արի գնանք, Բատե։ ահա, Սում։ չեմ գա, Բատե։ ահա, են ձեր բակի Սունը։ սև շունը, Իվոտ։ համ կանի, Համենի։ թմպլիկ պոչիկս, Նանի։ կտանի, ապրի Մեր մողջիկը, բոչիտանի նանի։ ապրես, Մեր բոչիտանի նանի։ Էլինայի պոչիկը չի տանի, ում պոչիկը տանի, Ամայի։ մամայի, Դա։ թող մամայի պոչիկը տանի, Էլինայինը չտանի, հա, մաման չի թողա, որ Էլինայի պոչիկը տանի, Շապաշանա։ ահա, Լհաշվի։ լհաշվի, մեկ, ահա, ահա, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, ապրես, молодец, իմ խելացի, աղջիկներս, ասել, խոսալով, Բաբա, ազինի բերի։ պապան Արսենին բերի, Դա, չէ կյանք, մաման պտի գնա Արսենին բերի,
Հա, մաման գնա Արսենին առնիկը։ Это бабали. Հա։ Это бабали. Эти. Էս այրիկը կգա։ Արսենն է մաման կգնա կվերցնի կգա։ Ого. Ջան։ Այնքան մանր է այս խոտեր, աղջիկեք ջան։ Շուտ մանր աշխատանք է, էլի։ Это Сашана. Ո՞վ է։ Сашана. Մեր հարևանուհին։ Это Сашана. Ծածյան չի, ծոցյանը։ Сашана. Ահա։ Լավ սենց արմատահան անենք, ասում է սա պետք է մարոզներ եղնի։ Ոյնը մարոզի ժամանակ ես խոտերը ծուրտը տանի։ Հակառակի պես չի տանում։ Հողից երեխեք ջան, ես կյանք եմ ստանում։ Ես ստիպված ոչ մի գործ չեմ անում։ Հիմնականում հատկապես հողի գործը ես մեծ սիրով եմ անում։ Որ ինչ-որ ստիպված վայելինա ջան, հանկարծ ծաղիկի վրա չկանգնես տալիս։ Որ ինչ-որ ստիպված գործ անեմ, ցույց տամ, չգիտեմ, տեսեք անում եմ կամ չգիտեմ ինչ, ես տիպողական ոչինչ չեմ անում։ Ես ինչ գործ անում եմ, ինչ գործ որ ձեռնարկում եմ, մեծ սիրով եմ անում։ Եթե այդ գործ իմ դուրը չգա, ես չեմ անում։ Ցույց տալու համար է կյանքում չեմ անում, որ տեսեք գործ եմ անում, ես եմ անում, չէ։ Ես ամեն գործի մեջ իր հետաքրքրությունն եմ գտնում, իմաստը ու անում եմ։ Սիրուն ծաղիկներ կա ստեղ, եթե ես չմաքրեմ, չմշակեմ, ոնց պետք է այդ ծաղիկների գեղեցկությունը վայելեմ։ Պետք է չէ ծաղիկին էլ խնամես, տղես եկավ։ Եթե չմաքրես, չմշակես, ոնց պետք է այդ գեղեցկությունը ասենք վայելես։ Ես չեմ ու դուք եք։ Ավեր շուտ տուն եկա, երեխաս գալտեր դրսին մենար, ես խոտերը վերցնեմ, հետո արդեն կտանեմ։ Եկար Էրիկ ջան։ Ես է հարսիկան ստանն է, ասի շուտ իշնեմ, Էրիկը չգա դրանը մնա։ Ես դասերը տանենք ու գնանք հարսիկան ստուն։ Հետո կգնամ Արսենին կվերցնեմ կգամ, նոր տուն կգանք, Սուսան տատիկն էլ է հարսիկան ստանը։ Արի հացկեր, աջան։ Աղջիկներս ձվածող եմ պատրաստում լոլիկով, ոչ միայն լոլիկով, սմբուկով, կարակով ճաշ, ես իմ ալիքում կա կարակով ճաշը, հիմա ձեզ ցույց կտամ։ Ահա, տեսեք կարակով ճաշն է, կարակով, պղպեղով, լոլիկով, մաղադանոսով, կծու։ Հիմա ավելացնում ենք ձուն և ասում բարի ախորժակ։ Ահա, տնական ձու, եկեք միասին համտեսելու։ Իմ տղան շատ է սիրում, դասից եկել է և արդեն հաց է ուտում։
Ինչով ճաշ ես ուտում, ասա ոսպով ապուր։ Մա, Ձու։ Ասա ձու, ծու, տոմատ, Ոստոկաշարժը։ հա, Սրոզ։ տոմատ, տոմա, տոմատ, տոմա, տոմատի մածիկ։ Սեմուչկա, արևածաղիկ, կոնֆետ, կոնֆետ, մաչեք, կոնֆետ, մոլодец, մաչեք, կոնֆետ, մաչ, բանան, ավ, մանդարին, նարին, ճապիցի, ապելսին, համատե ապելսին, հիմա լվանա, մաքրել և իրանք իրանց հաց ուտեն, մաչե, պիմենցա, մաչե, մոտորա, ինչ անեմ, մոտորա, ան, ինքի, Էրիկին, տատիկին, մամա, պապիկին, նե բացես, ան, Էրիկին, տատիկին, պապիկին, մա, ետանե, իարև տարեք, ռետարտուր, Հարգելիներս, այսքանով վերջացնեմ այսօրվա վլոգը, հուսով եմ հավանեցիք, եթե հավանեցիք ապա սեղմ մեկ լայք, չմոռանաք բաժանորդագրվել և թողնել ձեր մեկնաբանությունները, ես մեծ սիրով ընթերցում եմ և պատասխանում, իսկ ձեզ ասում եմ հաջողություն, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։